Չպիտի մտածենք, լավ, այսօր Ալիևը չի մի հատ ավելի լավ ղեկավար է Ադրբեջանի, ավելի խաղաղասեր, ուրեմն ավարտված է պատերազմը։ Ոչ, Ուկրաինայում եթե 5 տարի առաջ հարցնեիք, որ Ռուսաստանի կհարձակվի, կասեին դու գիժ ես կներեք, էլի, ասենք, ես ինչ ես ասում, խնդիրներ ունես, մտավոր։ Հիմա, այսինքն աշխարհը այնպես է փոխում, կամ որ Գրենլանդիան կարող է ԱՄՆ-ն գրավի, չէ՞, աշխարհը այսպես լրիվ փոխվել է։ Եվ դու պիտի ունենաս քո բանակը հզոր գնալով խաղաղության, ոչ մեկ չի ասում, որ զինվում են, ուրեմն դե հարձակվեն մեկի վրա։ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ պարզ գրած է, պետությունը պիտի կարողանա պաշտպանել իր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Հակառակ բառերով դու պետություն չես։ Այսինքն դա ՄԱԿ-ի կարևոր պայմաններից է պետություն լինելու։ Եվ եթե քո կողքի երկիրը, որը քո վրա հարձակվել է մի քանի տարի առաջ, ավելի արագ է հիմա զինվում եւ դու չես զինվում, կամ բանակ չես ունենում, անունը դնելով, որ մենք խաղաղության ենք գնում, ուրեմն գնում ես նոր պատերազմի։